Բացը նրանում է, որ այսօր խնդիր ունենք անասնաբուժական դեղորայքի, վաճառքի լիցենզավորված լինելուն։ Լիցենզավորումը կասեցվեց 2005 թվականին, այն ժամանակ անասնաբուժական ծառայության մատուցման լիցենզավորում, չգիտենք ինչու տալիս էր ֆինանսների նախարարությունը, իսկ հիմա բանակցություններ կա առողջապահության նախարարության եւ էկոնոմիկայի նախարարության միջև հատուկ լիցենզավորման ծառայություն իրականացնող մարմին ունեն, բայց այստեղ բացը նրանում է, որ լիցենզավորում եւ դեղորայք վաճառելու համար պետք է դեղագետ։ Իսկ մեր մասնագիտական կրթությունը մեզ չի տալիս նեղ մասնագիտություն անասնաբուժ դեղագետ։ Մենք անասնաբուժ ենք։ Եվ հակառակը, երբ որ մարդաբուժության դեղագետը մտնի անասնաբուժության ոլորտ, իր մոտ անպայման ես համոզված եմ լինելու են խնդիրներ, որ յուրաքանչյուր կենդանի ունի թեկուզ իրեն կենդանի զանգվածի պահանջի համապատասխան թեկուզ հակաբիոտիկի հաշվարկ։ Այսինքն մտնում եք դեղատուն ոչ մասնագետ է։ Այսօր խնդիր ունենք մենք անասնաբուժական դեղորայքի վաճառքով զբաղվող իրավաբանական անձանց լիցենզավորման։ Չկա այդ մարմինը, որ անասնաբուժին լիցենզավորի որպես դեղագետ կամ որպես անասնաբուժ, բայց կա օրենք դեղերի վաճառքի, որը որ ընդհանրացված է մարդաբուժության հետ։ Այսինքն, եթե դեղ կապ չունի դա անասնաբուժական թե մարդաբուժական, ուրեմն պետք է անպայման լիցենզավորված իրավաբանական անձ իրականացնի վաճառքը։ Ունենք կարգավորման խնդիր, հույսով եմ, որ շատ կարճ ժամանակում կկարգավորեն, բայց դրան զուգահեռ ունենք նաև դեղերի ներկրման ու օգտագործման խնդիր։ Ազատ վաճառք հակաբիոտիկների, նույնիսկ անասնաբուժին չեն հարցնում մարդիկ իրենք կենդանի պահողը կարող է ազատ հակաբիոտիկ գնել, ինքն էլ ներարկել, հասկանալով եւ չհասկանալով կարևորությունը կամ պետք լինելը։